Նշեմ, որ 2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել եւ բացահայտվել է հանցագործության 14747 դեպք։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում առգրավվել է 4,5 տոննա ապօրինի որսած ձուկ։ Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում Պարեկային ծառայության անզիջում եւ հետեւողական աշխատանքի ցուցանիշներից ամենակարևորը կուզենայի առանձնացնել, նշեմ, որ երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը եւ դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային հաշվառված տրանսպորտային միջոցները հասել է շուրջ 1 միլիոնի, այսպես 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը 24 թվականի համեմատ հաջողվել է կրճատել 50-ով, իսկ 2023 թվականի համեմատ 95-ով, կարծում եմ սա շատ կարևոր եւ առանցքային ձեռքբերում է բոլորիս համար։ Նշեմ, որ միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով 25 թվականի կտրվածքով եմ ասում, կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ, կան նախաձեռնված վարույթներ եւ վերականգնված միջոցներ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի նորաստեղծ վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող մեծամասշտաբ 4 հանցավոր խումբ, սա եւս 2025-ի մասին է խոսքը գնում, այս տարի եւս ունենք այսպիսի բացահայտումներ, պարզվել է ՀՀ տարածքում առցանց տիրույթում գովազդների միջոցով արտարժույթի եւ կրիպտո ակտիվների շահավետ պայմաններով փոխանակման պատրվակով խարդախություն կատարող անձանց շրջանակ, նախաձեռնվել է 20 քրեական վարույթ։ Թվային միջավայրում ոստիկանության կարողությունները հզորացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվել քրեական ոստիկանության թվային գործիքակազմերի ընդլայնման եւ կիբերլաբորատորիայի ձևավորման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ մինչեւ այս տարվա ավարտ այդ կիբերլաբորատորիան արդեն ունենանք եւ 27-ից կգործարկենք այն։ Չէ, քրեական ոստիկանության մասնաշենք։ Դմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում քրեական ոստիկանությունը գործնականում իրականացրել է իրավապահ համակարգի ռազմավարական մոտեցումը, կենտրոնանալով դմրամիջոցների ներմուծման եւ արտադրության շղթայի բացահայտման վրա եւ ի սկզբանե շրջանառությունից դուրս բերելով դմրանյութերի մեծ խմբաքանակներ, բացառելով դրանց հետագա տարածումը հանրապետությունում։ 25 թվականին ընդունվել է դմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը, առաջին անգամ խնդրող առարկա դիտարկելով ոչ միայն հանրային անվտանգությունը, այլ նաեւ հանրային առողջապահությունը։ 2025 թվականին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընդհանուր առգրավել եւ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավել է 24 թվականից։ Հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք։ Զենքի ապօրինի շրջանառության հակազդման հրազենով կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 25 թվականին առգրավվել, հայտնաբերվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 667-ով կամ 42.2%-ով։ Համայնքային ոստիկանությունը շուրջ 1 տարվա գործունեության ընթացքում շարունակել է փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական գործառույթներից, ինչը հնարավորություն է ստեղծել եւ բաց ազատ դաշտ ստեղծել համայնքի հետ տարվող աշխատանքների համար։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման նպատակով ներդրվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ համաձայն միջազգային ստանդարտների։ Օպտիմալացվել են ձերբակալվածներին պահելու վայրերը դրանք կրճատելով 30%-ով։ Ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց ձերբակալվածների ուղեկցումները արժանապատիվ կազմակերպելու նպատակով։ 2025 թվականին արձանագրվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու էական աճ 23%-ով։ Մասնավորապես 25 թվականին ստացվել է 2775 հաղորդում, ինչը վկայում է թե մեր քաղաքացիների դիմելիության մասին, թե ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճի մասին։
Ուսումնական հաստատությունների տնօրինության եւ մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 24 թվականին 43-ն են եղել։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել են նաեւ պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել են համապատասխան մարմիններ։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն է ուղարկվել 9 միջնորդություն։ Կարևորելով անչափահասների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը արգելվել է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ 16-ից 18 տարեկան անչափահասներին այդպիսի առարկաներ կրելը։ Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխման գործընթաց, որն ուղղված է հատկապես ոստիկանության ծառայողների որակի, վստահելիության եւ արդյունավետության բարձրացմանը։ Ընդունվել է ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիր օրենքը, ներդրվել է ոստիկանության էթիկայի հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ։ Հաստատվել են ոստիկանության ծառայողների վարքագծի կանոնները եւ առաքինության ստուգման կարգը։ Առաջին անգամ մշակվել եւ ներդրվել է ոստիկանության ծառայողի կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտը, որը պարտադիր է ոստիկանության բոլոր ծառայողների համար։ Ոստիկանության ամբողջ անձնակազմը վերապատրաստվել է եւ շարունակում է հետեւողականորեն ուժային միջոցի գործադրման ստանդարտը դարձնել մարմնի հիշողության մաս։ Շարունակելով ոստիկանության կանանց ներգրավվածության, ուրեմն խթանող տարաբնույթ միջոցառումները մեր կողմից հայտարարվել են տարբեր ընդունելություններ, կազմակերպվել են արշավներ այս ուղղությամբ եւ ըստ էության մենք 2026 թվականի կտրվածքով որոշակիորեն մոտեցել ենք մեր ցուցանիշին, բայց դեռևս չենք հասել 20% ունենք կանանց մասնաբաժին այս պահին, բայց մեր ցուցանիշը 30-ի մոտ է։ Մեր հանձնառությունը, բայց դա էլ կհաղթահարենք։ Կարծում ենք տարին դեռ չի ավարտվել։ Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով հանդես են եկել նաև ոստիկանության ծառայողի համար նոր սոցիալական ծրագրի նախաձեռնությամբ, ըստ որի ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով հիպոթեկայի վարկավորման ծրագրերից։ 25 թվականի ընթացքում ոստիկանությունում շարունակվել է ատեստավորման գործընթացը, ատեստացիայի մեկնարկից սկսած ընդհանուր առմամբ դիմել է ոստիկանության 9525 ծառայող, հաղթահարել է 4921-ը։ Այս մասով մի փոքր օրինակ նշեմ, եթե նախկինում քրեական ոստիկանը ստանում էր 285,000 շուրջ աշխատավարձ, գերազանց ատեստավորման դեպքում վերջինիս աշխատավարձը կազմել է 585,000 դրամ։ Հատկանշական է, որ միջազգային հանրապետական ինստիտուտի IRI նախաձեռնությամբ կատարված հանրային կարծիքի ուսումնասիրությամբ Հայաստանի առկա բնակչություն հետազոտության արդյունքներով ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կրկին բարձրացել է 61-ից հասնելով 68%-ի։ Հետազոտության տվյալների համաձայն 26 թվականի մայիսի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 68%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ներքին գործերի նախարարության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհ քաղաքացիների թիվը, հասնելով 28%-ի։ Բացի այդ, Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 190 երկրների շարքում 13-րդ տեղում է։ Հաշվետու տարում ներքին գործերի նախարարությունը շարունակել է մեծածավալ աշխատանքներ իրականացնել նաև աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հետաղետային վերականգնման ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման, ինչպես նաև աղետների դիմակայուն հասարակություն եւ պետություն ձևավորելու ուղղությամբ։ Ընդունվել է աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքը, որը սահմանում է ոլորտի պետական քաղաքականության միասնական մոտեցումները։ Վերանայվել է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետություն մասնավոր հատված գործառույթային հարաբերակցությունը, ընդ որում եւ ըստ այդմ կներեք ներքին գործերի նախարարությունը մշակելու է ոլորտի քաղաքականությունը, սահմանելու կանոնները, ապահովելու հսկողությունը, իսկ մասնավոր ոլորտը շուկայի մրցակցության պայմաններում ապահովելու է պետության սահմանված խաղի կանոններին համապատասխան գործընթաց։ Այս տրամաբանությամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարվել է տեխնիկական անվտանգություն
ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը, թողնելով հարթակը մասնավոր ոլորտին։ Կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վարելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վարելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ 2025 թվականին մշակվել և հավանության է արժանացել փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը, իրականացվել են փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխություններ, հաստատվել են փրկարար ծառայության ծառայողների վարքագծի կանոնները, ինչը կարևոր քայլ է նաև ծառայողների էթիկայի և պատասխանատվության ամրապնդման ուղղությամբ։ Շարունակվել են Հայաստանի Հանրապետության տարածքում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի ձևավորման աշխատանքները, հաշվետու տարում 2 նման հենակետ ենք մենք ստեղծել Մեղրաձորում և Արագածավանում, ընդհանուր թիվը հասցնելով 11-ի։ Ենթակառուցվածքների զարգացման շրջանակում արդեն իսկ բացվել է Ստեփանավանի մասնաշենքը, ընթանում են Սևանի ջրափրկարարական կայանի և Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքերի կառուցման աշխատանքները, այս տարի սրանք ևս կավարտվեն։ Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածության նպատակով ձեռք է բերվել հրշեջ փրկարարական 18 նոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև մարտական հանդերձանք և ժամանակակից փրկարարական գործիքներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 25 թվականի ընթացքում փրկվել է 202 մարդու կյանք։ Հաշվետու տարում շարունակվել է նաև փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացը, ընդհանուր առմամբ 1808 ծառայող է դիմել, որոնցից հաղթահարել է 943-ը ատեստացիան։ Նշեմ, որ մեկնարկել են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակներում ձեռք կբերվեն, այս տարի ևս բյուջեով գումարը հատկացվել է, և ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ, դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրտման վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները։ Եթե կարճ, թերևս այսքանը, շնորհակալ եմ, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։